Անդին միջունացած հրամատում զինվորները Արցախացին ամանորն են դիմավորում զինվորները Արցախացին Բարի երեկո հայրենակիցներ, եթերում Պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Գոյամարտ հեռուստածրագրի այս տարվա վերջին թողարկումն է եւ Էրիկ Հակոբյանը։ Եվս մի քանի ժամ եւ պատմություն կդառնան վերջին 2 տասնամյակի ծանրագույն 365 օրերը, որոնք Արցախի Հանրապետության 25-ամյա տարեդարձի նախօրեին լրջագույն քննություն էին նախապատրաստել 94-ի զինադադարից հետո։ Քննություն, որը պետք է փորձաքար հանդիսանար մեր անցյալի եւ ապագայի միջեւ, ստուգելով մեր կամքն ու վճռականությունը, պետության ու հանրույթի մեր հասունությունը եւ պատրաստականությունը մեր ազգային ու պետական կարևորագույն արժեքներին տեր կանգնելու առումով։ Խոսելով 2016-ի մասին միանգամից ցանկություն է առաջանում անդրադառնալ ապրիլյան դիմակայությանը եւ տարվա ողջ իրադարձային նշանակությունը պայմանավորել դրանով, սակայն այս մասին ավելի ուշ։ Իրականում ապրիլյան զարգացումները եղան դրան նախորդած շարունակ աճող լարվածության եւ թշնամական արկածախնդիր մարտավարության տրամաբանական շարունակությունը։ Մինչև ապրիլի 2-ն էլ պատերազմը շատերի համար ամենօրյա եւ առօրյա իրողություն էր։ Առաջնագծում շուրջօրյա մարտական խնդիրներ կատարող սպաները, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողները ամեն օր ստիպված էին զգալ վառոդի հոտը, պաշտպանվել թշնամական հրետանու եւ դիպուկահարների կրակոցներից, ետ մղել դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման պարբերաբար կրկնվող փորձերը, տոնել մարտական հաղթանակներ, զգալ զինակից ընկերոջ կորուստյան ցավը։ Սակայն տղաները այնքան լավ էին կատարում իրենց սահմանադրական ու բարոյական պարտքը, որ առաջնագիծն ու այնտեղ ընթացող զարգացումները հեռու էին մնում հանրային լայն շրջանակներից եւ մեր խաղաբնակավայրերից։ 2016 թվականի առաջին եռամսյակում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 6000 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է շուրջ 100,000 կրակոց։ Բացի հրաձգային զինատեսակներից, հաշվետու ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև 60 եւ 82 մմ օծականանետեր 534 ական, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ 54 արկ, ձեռքի հակատանկային, հաստոցավոր ավտոմատ եւ ենթափողային նռնականետեր 219 արկ։ Նշված ինտենսիվ խախտումների պայմաններում Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն կատարել մարտական առաջադրանքները, անհրաժեշտության դեպքում կատարելով նաև կանխարգելիչ եւ պատժիչ գործողություններ։ Ամանորի նախաշեմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որի մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը։ Խորհրդակցության ընթացքում շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաեւ հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ։ Նախատոնական օրերին Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի ուշադրության կենտրոնում էին այն հերոս հայրենիների ընտանիքները, որոնց շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ապրել ու ստեղծել կենսական բարիքներ, բաժակ բարձրացնել տոնական սեղանների շուրջ եւ լինել լավատես։ Այցելելով ապրիլյան դիմակայության նահատակներից մարտական խաչքանշանի ասպետ Օնիկ Գրիգորյանի ընտանիքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանձնեց նվերներ, շնորհավորեց վերջիններից գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ վստահեցրեց, որ ինչպես հանրապետության ղեկավարությունը, այնպես էլ բանակի հրամանատարությունը միշտ կգտնվեն հանուն մեր այսօրվա եւ վաղվա ամենաթանկ գինը վճարած ընտանիքների կողքին։ Ունենք նաեւ ցանոթ վաղուց դեռևս սազորական ծառայելու ժամանակ կարող միանշանակ ասենք հայրենասեր, խիզախ, ինչ պաշտոններ վստահ բանա միշտ պատասխանատու վերաբերում է քարտացավերալ ու միշտ եղել լավագույնների շարք։ Նշենք, որ Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները նման առաքելությամբ եղել են ապրիլյան առճակատման բոլոր նահատակների ընտանիքներում։ Ամանորի նախօրեին ամենաբարձր մակարդակով առաջին մաղթանքները, շնորհավորանքներն ու նվերները ստացան դիրքապահ զինծառայողները, նախարար ու գեներալ, պատգամավոր ու ազատամարտիկ, բոլորը արդեն ձևավորված ավանդույթի ուժով առաջնագծում էին,
Շնորհավորելու եւ շնորհակալություն հայտնելու զինծառայողներին պետականակերտման եւս մեկ շրջափուլ հաջողությամբ կյանքի կոչելու, հանուն ապագա հաղթանակների եւ ձեռքբերումների կայուն հիմքեր ապահովելու համար։ Մենք մարտական ոգին չենք թուլացնում, միշտ պատրաստ ենք հակառակորդին արժանի հարված տալու եւ մեր ժողովրդի տոնական օրերը, որպեսզի հանգիստ անցնեն եւ կարողանան դրանք տոնել, ապահովելու համար պատրաստ ենք։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը նաև ապրիլյան դիմակայության ժամանակ էր այս դիրքերում եւ այս տղաների հետ։ Տարբեր էին իրավիճակները եւ տրամադրությունը, բայց նույնն է մնացել ամեն գնով հաղթելու կամքը եւ ապագայի հանդեպ լավատեսությունը։ Բոլորիս համար մեծ պատիվ է գտնվել այսօր մեր զինվորների հետ, շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար, նաեւ շնորհավորել իրենց ծնողների, ընդհանրապես բոլոր մեր հայացքին, ասենք գալիք նոր տարին Սուրբ Ծնունդը մեր բոլորից շնորհավոր։ Ցանկանանք, որպեսզի 2017 թվականը լինի մեր նորից կրկնեմ հաղթանակի տարի։ Եկել ենք ինչպես միշտ մեր բարյավանդույթ համաձայն շնորհավորելու։ Առաջնային գծի ողջ ազնագազմին։ Ապրիլյան զարգացումների ժամանակ թշնամական բոլոր ոտնձգությունները ձախողվել են նաև արևելյան ուղղությունում։ Շնորհավորելով անձնակազմին, բանակի հրամանատարի առաջին տեղակալ շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ու տղաներին շնորհավորելու եկած բարձրաստիճան պաշտոնյաները մաղթեցին ուժ ու կորով եւ վստահություն հայտնեցին, որ 2017 թվականին եւս հաղթանակները ուղեկից կլինեն մեր զինվորականներին։ Միշտ պատրաստ ենք մարտի հակառակորդին հակահարված տալու։ Շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը, սիրելի ծնողներ, ընտանիք, հարազատներ, մեր հայ ազգին։ Ցանկանում եմ, որ այս 2017 թվականի գալիք տարին լինի բոլորիս համար հաջողություն։ Դիրքի ավակ Կարապետյանի մաղթանքներից հետո կարծես էլ ասելու բան չկա։ Մի քիչ էլ համեստորեն ներկայացրեց մեր կրծեր հրամանատարը այսօրվա տիրող իրավիճակի եւ մեր զորքի պատրաստականության մասին։ Իրոք ազնագազմը պատրաստ են, ուզում եմ մաղթել 17 թվականը, որպեսզի լինի ձեռքբերումների տարի, մարտունակության էլ ավելի բարձրացում, խաղաղություն։ Չկար որևէ դիրք եւ դիրքապահ որևէ զինծառայող, որը չընդուներ շնորհավորանքներ ամանորի նախաշեմին, եւ սա բնական է ու օրինաչափ, քանի որ այս տղաների շնորհիվ ենք շարունակում ապրել ու արարել որպես ազգ եւ պետություն։ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 27-ին այցելեցին Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված փոխգնդապետ Արամ Հայրյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր։ Հյուրերը տոնական օրերի կապակցությամբ նախ շնորհավորեցին դիրքապահ զինծառայողներին, այնուհետև ծանոթացան ծառայության կրման պայմաններին։ Հետաքրքրվեցին վերջին ամիսների ընթացքում առաջնագծում իրականացված աշխատանքներով։ Ուզում եմ, որ 17 թվականը լինի խաղաղության տարի, կռիվ չլինի, պատերազմ չլինի։ Չնայած եթե կռիվ պատերազմ լինի, համոզված եմ, որ մեր զինվորների եւ մարտական ոգին եւ պատրաստվածությունը այնքան հզոր է, որ ցանկացած ոտնձգություն ուղղակի ջարդուփշուր են անելու։ Դե այսօր մենք այն դիրքերում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բացառիկ հերոսություն են ցուցաբերել դիրքապահները, խոցելով եւ ուղղաթիռ եւ հակառակորդի կենթանի ուժը ոչնչացնելով։ Ես համոզված եմ, որ այդ ոգին մեր բանակում կա, կլինի եւ այդպես էլ շարունակվի, որտեվ այդպես եղել է ընդհանրապես մեր պատմության ընթացքում։ Ամեն ինչը կարգավորված է, ամեն ինչը հսկողության տակ է, ամեն ինչը ուրեմն գեղեցիկ է կատարում այստեղ պաշտպանությանը բոլոր հարցերը նման այտենց լավ տրամադրությունով գնում ենք, լավ կարծիքով ու շնորհավորում ենք բոլոր մեր զինծառայողներին, ամբողջ այս տարածաշրջանի բոլորին, ցանկանում ենք նոր տարին լավ տրամադրությունով հաջողության մեջ ելեք, անփորձանք ելեք, բարի մաղթանքներ։ Օրվա երկրորդ կեսին զորամասի շարահրապարակում հյուրերի եւ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որտեղ Իշխան Զաքարյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրվածության համար մի շարք զինծառայողների պարգևատրեց սառնարաններով ու լվացքի մեքենաներով, իսկ զորամասին հանձնեց ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենա։
Հյուրերը ամանորի նախաշեմին զինծառայողների համար բերել էին նաև մրգեր եւ քաղցրավենիք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այսօրվա մեր հյուրերից իրանց ցուցաբերած ուշադրության համար եւ ընդհանուր առմամբ հասարակություն բանակ կապը, որը ուժեղ պահպանվում է, որը ոգևորում է մեզ եւ իրանց ուշադրությունը, որը մեզ ստիպելու է ավելի ու ավելի ջանք ու եռանդ ներդնել մեր ծառայության մեջ, մեր գործում։ Միջոցառման ավարտին Պաշտպանության բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը շնորհակալություն հայտնելով հյուրերին կարևորեց բանակ հասարակություն կապի շարունակական զարգացումն ու ամրապնդումը, հաստելով, որ նմանատիպ այցերը ոգևորում են զինծառայողներին եւ նպաստում նրանց ծառայության արդյունավետության բարձրացմանը։ 85 տարեկան է Վիկտորիա Շաքարյանը։ Ապրիլյան պատերազմից հետո նա ապրելով Լոս Անջելեսում ուխտել էր որևէ օգտակար բան անել Արցախի պաշտպանների համար եւ մինչեւ տարեվերջ գործելով 58 զույգ տաք գուլպաններ իր մայրական ջերմ մաղթանքներով ուղարկել էր պաշտպանության բանակ։ 85-ամյա տատիկը նաեւ ցանկություն է հայտնել գալ Արցախ եւ մի քանի ամիս մնալով առաջնագծում ճաշ պատրաստել դիրքապահ զինծառայողների համար։ Սակայն ինչպես ինքն է ասում, առայժմ այդ նախաձեռնության իրականացման համար առողջությունը չի ներում։ Ամեն մարդ կարող է ամեն ինչ ունել, կարող է ամեն ինչ աշխատանք անել, որ մեզ մեր ազգի համար։ Ազգը մեզի պետքություն ունի, միայն տրամով չէ, խոսքով չէ, գործով չէ, դակավին իսկ կեդինը եթե մեկ գացին զարնեսն օգտակար է։ Շնորհակալություն Վիկտորիա տատիկ, մենք շատ շնորհակալ ենք ձեզանից։ Այսպիսի նախաձեռնությունների եւ ոչ միայն տոնական օրերին մենք հանդիպում ենք պարբերաբար եւ հենց այստեղ է թաքնված մեր միասնության եւ մեր հետագա հաղթանակների գաղտնիքը։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր ադրբեջանական զինուժը հոգնելով անընդհատ կրկնվող կորուստներից եւ ձախողելով ռազմական լոկալ բախումներով հաջողության հասնելու մարտավարությունը անցավ հարձակման։ Սա հարձակում էր դասական պատերազմի բոլոր կանոններով։ Խոշոր տրամաչափի հրետանու եւ համազարգային կրակի հրթիռային կայանքների, ավիացիայի, անօդաչու թռչող այդ թվում նաեւ հարվածային սարքերի, կանոնավոր բանակային ստորաբաժանումների ներգրավմամբ ծրագրված նախապես, որպես թիրախստ փուլերի ընտրված Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղությունները եւ նպատակ ունենալով հասնել կայծակնային հաջողության հայկական կողմի եւ միջազգային հանրությանը կանգնեցնելով արդեն կատարված փաստի առջեւ։ Վերսկսված պատերազմի առաջին ժամերին հակառակորդը առավել ակտիվ էր հյուսիս-արևելյան եւ հարավային ուղղություններում, որտեղ կարողացավ մարդկային եւ նյութական մեծաթիվ կորուստների գնով հասնել մասնակի հաջողության, գրավելով որոշ մարտական հենակետեր։ Պաշտպանության բանակի արձագանքը տեղի ունեցածին հետևեց արագ, ճշգրիտ եւ նպատակային։ Բանակային բոլոր կառույցները, միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները, ղեկավարման եւ ապահովման մարմինները անցան մարտական աշխատանքային ռեժիմի, ծավալվեցին մարտական կիրառման շրջաններում եւ թշնամին արդեն ժամեր անց իր մաշկի վրա զգում էր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների հատուկ նշանակության ուժերի եւ հրետանու հզոր կրակային ազդեցությունը, ինչի արդյունքում վերջինս կանգնեց լիակատար ձախողման փաստի առջև եւ սկսեց ուղիներ փնտրել իրավիճակը փրկելու համար։ Ապրիլյան դիմակայությունը միավորեց ողջ հայ ժողովրդին, որը արտահայտվեց լայնածավալ կամավորական շարժման, նյութական եւ բարոյական աջակցության, միջազգային տարբեր հարթակներում իրականացվող ազգօգուտ տարբեր նախաձեռնությունների տեսքով։ Պաշտպանական համալիր գործընթացներում, ինչպես միշտ առաջամարտիկի դրոշը կրում էր Արցախի ազատամարտիկների միությունը, որի հարյուրավոր անդամներ առաջին իսկ ժամերից գտնվում էին առաջնագծում եւ մնացին այնտեղ ամիսներ շարունակ, ոչ միայն կատարելով մարտական ծառայություն, այլև ծավալուն աշխատանքներ իրականացնելով ինժեներական համակարգությունների համակարգը կատարելագործելու ուղղությամբ։ Նաև այս համախմբան շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել 21-րդ դարի մեր լրջագույն փորձությունը եւ պայմաններ ստեղծել պաշտպանական ներուժի հետագա մեծացման համար։ Ապրիլյան արկածախնդրությունը ադրբեջանական զինված ուժերի համար ունեցավ ցավալի հետևանքներ։ Ձախողելով իր բոլոր ծրագրերը եւ տալով հարյուրավոր մարդկային կորուստներ, հակառակորդը մարտի դաշտում թողեց նաեւ 24 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա
2 ուղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, համազարգային կրակի MM-21 գրադ տիպի 1 կայանք, 1 ինժեներական տեխնիկա եւ այլ տեխնիկական միջոցներ։ Արդյունքում արդեն ապրիլի 5-ին հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստիպված էր կրակի դադարեցման շուրջ համաձայնություն մուրալ Մոսկվայում եւ փաստորեն վերադառնալ եւ վերընդունել 94 թվականին ընդունված եւ 95 թվականին վերահաստատված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պայմանները։ Շնորհավորում եմ մեր մայրերի, ծնողների եւ բոլոր հայ ազգի նոր տարին Սուրբ Ծնունդը, մաղթում եմ նրանց հաջողություններ, իրանք թող արխային լինեն, որովհետև իրանք դաստիարակել են այնպիսի զավակներ, որ կարողանում են իրանց քունը, իրանց այդ խաղաղը, անդորը պահպանեն։ Առաջին հերթին կշնորհավորեմ նոր տարվա կապակցությամբ, գալիք նոր տարվա կապակցությամբ իմ բոլոր զինընկերներին, քանի որ բոլորը հիմա գտնում են դիրքերում կանգնած, նախապես կուզեի շնորհավորել իրենց եւ մաղթել ուժ ու եռանդ կամ քուկորով, որպեսզի ինչպես դուխով կան, տենց էլ դուխով շարունակեն մեր սահմանապահել, քանի որ մեր թիկունքում գտնում են մեր տատիկ պապիկները, մեր քույր եղբայրները, մեր մանուկները, մենք բոլորս ծառայում ենք հենց դրա համար։ Նաև ես կուզեի շնորհավորել մեր Արցախի, մեր Հայաստանի, մեր Սփյուռքի բոլոր մայրերի ամանորը եւ Սուրբ Ծնունդը ցանկանալով առողջություն, քաջառողջություն եւ կարամ ասեմ, որ իրենց տղաները մենք բոլորս կանգնած ենք, պաշտպանում ենք մեր հողը ու միշտ էլ պարտավոր ենք պաշտպանենք։ 2016-ը մեզ համար եւ ուրախ տարի էր եւ իսկապես ցավալի տարի էր։ Ապրիլյան դեպքերն եմ ուզում հիշել։ Շատ հայ զինվորներ, զինծառայողներ պաշտպանելով իրենց հայրենիքը, մինչև իրենց վերջին շունչը զոհվեցին եւ մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, հիշելով նրանց հիշատակը եւ հարգելով այդ ամենը, քանի որ դա մի վեհ զգացողություն է, վեհ գաղափար է, որը որ թուրքին հասու չէ։ Չնայած աննախադեպ լարվածությանը 2016 թվականին կյանքի կոչվեցին տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները բանակային, զորամասային եւ առավել ցածր օղակներում։ Ամենատարբեր բնույթի զորավարժություններ, մարտական պատրաստության եւ պատրաստականության պարապմունքներ, ստուգումներ եւ վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական եւ հրամանատարական հավաքներ, պաշտպանության բանակի հաստիքային զինծառայողների եւ պահեստազորի ներգրավմամբ եւ այլ համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում յուրաքանչյուրը առավել հստակ պատկերացում կազմեց իր մարտական խնդրի մասին, ճշգրտեց իր տեղն ու դերը շարքում եւ մարտակարգում, ձեռք բերեց մարտավարամասնագիտական նոր ունակություններ։ Այս շարքի միջոցառումներից առանցքայինը սույն թվականի նոյեմբերին կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված գնդայի մարտավարական զորավարժությունն էր, որի ընթացքում հստակորեն դրսևորվեցին պաշտպանության բանակի այն բոլոր մրցակցային առավելությունները, որոնք կազմում են պաշտպանության բանակի որպես տարածաշրջանային կարևորագույն գործոնի առանցքը եւ որոնք ավելի են ամրապնդվել վերջին շրջանում իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ։ Կապի եւ ղեկավարման արդյունավետ համակարգ, մարտունակ եւ հստակորեն ղեկավարվող ստորաբաժանումներ, անխափան գործող ռազմական տեխնիկա եւ սպառազինություն, ներդաշնակ ու փոխգործակցված զորատեսակներ, բանիմաց ու գրագետ սպայակազմ եւ ամենակարևորը մարտավարամասնագիտական ու բարոյամարտական բարձր հատկանիշներ ունեցող անձնակազմ։ Ահա այն հիմնական բաղադրիչները, որոնք ինչպես նախկինում, այսօր էլ հանդիսանում են մեր պաշտպանական ներուժի հզոր այցեքարտերը։ Ամենաառաջինը կմաղթի խաղաղություն լինի։ Կոզի մեր հասե սաղ
ամեն տեղ խաղաղություն լինի, կռով չինի։ Մեր խոխեքը օրինակ մուկ կռվանք մտածա։ Մեր խոխեքը տատասնա է։ Ես էլ խոխաունիմ, չել չմոզել տատասնա։ Առողջություն իմանց հացոլող ամերկի ողա։ Եթե կռով ունի լող մի մարդու նման պիտի կյանք մեր վաղերի պաշտպանենք, ոնց հրալն մեր ծնողները, մեր պապերը։ Ու դա անպայման պիտի հանվի։ Առանց մի վարքյան մտածելի։ Ես մեր ժողովրդին կցանկանամ առողջություն, խաղաղություն, իրանք միշտ պինդելեն, քանի որ մենք կանք այս տարածքներում ոչ մի բան չի կարող լինի։ Իրանք կարան իրաց նոր տարին տներում ասկացել մենք մեր պարտականությունները կկատարենք։ 2016 թվականին մեր հայ զինվորները շատ դժվարությունների մեջով են անցել։ Ես կցանկանամ, որ 2017 թվականին չլինեն նման դեպքեր, լինի խաղաղություն եւ նման դեպքեր լինելու դեպքում մենք կարող ենք եւ կկարողանանք հաղթահարել այդ բոլոր դժվարությունները։ Մենք պատրաստ ենք դրան։ Ցանկանում եմ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի։ Մեր ժողովուրդը արժանի է լավ ապրելու։ Քանզի ցանկացած պահին հայ ժողովուրդը Սփյուռքից սկսած վերջացրած մինչև մեր Հայաստանով բոլորը կանգնած են եղել զինվորի կողքին ապրելակարողյա պատերազմի ժամանակ։ Բարոյա հոգեբանական ապահովում այս ոլորտում իրականացված աշխատանքների լավագույն գնահատականը փաստերի լեզվով ապրիլյան պատերազմի ժամանակ մենք չունեցանք դասալոգության որևէ դեպք, որևէ մեկին կարիք չունեցանք բացատրելու, թե հանուն ինչի եւ ինչպես պետք է կատարել իր սահմանադրական ու բարոյական պարտքը։ Ավելին, Պաշտպանության բանակի հարյուրավոր զինվորներ ու սպաներ իրենց գործողություններով հայրենասիրության ու նվիրումի իսկական դասեր տվեցին ներկա ու գալիք սերունդներին։ Իսկ ընդհանրապես ապրիլյան զարգացումները Պաշտպանության բանակի զինծառայողների զանգվածային սխրանքի դրսևորման իսկական ժամանակահատված էին, ազգային ոգու վերելքի, սեփական ուժերի գիտակցման եւ անվերաբարձ հայրենասիրության նոր նշաձող սահմանելու պատմական հնարավորություն։ Զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական ու գաղափարական հստակ ու կայուն որակների ձևավորման գործընթացին էապես նպաստել են նաև բանակ հասարակություն փոխադարձ կապի, անձնակազմի հոգևոր դաստիարակության համատեքստում կազմակերպված համալիր միջոցառումները, խրախուսանքի եւ պատժի գործընթացները առավել օպերատիվ եւ հասցեական կյանքի կոչելու հանգամանքը եւ առհասարակային բոլոր գործընթացները, որոնք իրականացվել են ազգ բանակ հոլովույթը ծրագրային հիմքի վրա կենսագործելու ուղղությամբ։ Սիրելի սպաներ, ենթասպաներ, շատ սիրելի զինվորներ, թույլ տվեք Արցախի մայրերի անունից նախատոնական այս օրը շնորհավորել ձեզ նոր տարվա կապակցությամբ։ Շնորհավոր ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Թող սահմանը միշտ խաղաղ լինի։ Թող հայ զինվորը միշտ ապահով ձեռքերում լինի։ Թող Արցախ աշխարհին խաղաղություն լինի։ Տոնական օրերին իհարկե առաջին հերթին պիտի շնորհավորենք մեր զինվորի ամանոր եւ Սուրբ Ծնունդը պիտի մեր զինվորին ասենք, որ միշտ էլ իր կողքին ենք, միշտ էլ միասին ենք, թե թիկունքում, թե առաջին գծում կարող եմ ասեմ, որ բոլոր արցախցիները, հատկապես տղամարդիկ, ինչու չէ նաև կանայք, բոլորս էլ զինվոր ենք, բոլորս էլ զինվորի կողքին ենք։ Շնորհավոր տոնած զինվոր։ Հետապրիլյան զարգացումները Պաշտպանության բանակում կարելի է բնորոշել որպես հետևություններ կատարելու, համակարգային վերլուծությունների, կատարվածից դասեր քաղելու եւ այդ եզրահանգումները նոր եւ աննախադեպ ծավալներով կյանքի կոչելու ժամանակաշրջան։ Անհավատալի սեղմ ժամկետներում իրականացվեցին հսկայական ծավալի աշխատանքներ, որոնց շնորհիվ կատարելագործվեցին առաջնագծի ինժեներական ամրակառույցների եւ դիտարկման համակարգերը, ներդրված տեխնիկական նորամուծությունների շնորհիվ անմիջական շփումը հակառակորդի հետ հասցվեց նվազագույնի, բարելավվեցին կրակի վարման եւ կրակի կառավարման համակարգերը, գործուն քայլեր ձեռնարկվեցին հետախուզության, կապի եւ մյուս զորատեսակների եւ ծառայությունների հնարավորությունները արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Բարելավվեցին անձնակազմի սոցիալական եւ կենցաղային պայմանները առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում։ Շարունակվեց կյանքի կոչվել զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը։ Ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակը քայլ առաջ կատարեց մարտական ու զորահավաքային պատրաստականության ուղղությամբ։
ինչը ստեղծեց անհրաժեշտ պայմաններ հակառակորդի հետագա հավանական գործողություններին առավել արդյունավետորեն հակազդելու համար։ Թեև ապրիլի 5-ին ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, ադրբեջանական կողմը շարունակում էր սադրանքներ իրականացնել առաջնագծում, որոնց գագաթնակետը ապրիլի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածն էր։ Այդ երկու օրերի ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի եւ դիրքապահ հանձնակազմի ուղղությամբ կիրառվեցին MM-21 գրադ կայանքներ, 69 արկ, 152 մմ-անոց D20 10 արկ եւ 122 մմ-անոց D30 199 արկ հաուբից հրանոթներ, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ 65 արկ եւ Խան 17 տիպի նռնականետեր 13 արկ։ Ապրիլի 28-ից սկսած իրադրություն առաջնային գծում դարձավ համեմատաբար կայուն, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի կողմերը կրկին վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով ստանձնած բանակցությունների համար համապատասխան պայմանների ստեղծման եւ կողմերի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտության մասին պայմանավորվածությունը առաջնային գծում հարաբերականորեն պահպանվեց մինչև հուլիսի 2-ը, երբ ապրիլյան առճակատումից հետո առաջին անգամ ադրբեջանական բանակը կիրառեց 60 մմ-անոց ականանետ, իսկ նոյեմբերի 11-ից սկսած, երբ Ադրբեջանում մեկնարկեցին խոշորամասշտաբ զորավարժություններ, հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից 60 եւ 82 մմ-անոց ականանետերի կիրառումը գրեթե դարձավ ամենօրյա բնույթ։ Դիմում եմ մեր Արցախ աշխարհի ժողովրդին, մեր հայ ժողովրդին, լինենք միաձայն, լինենք միահամուռ, թեև թիկունքի տանք, ամեն ձևի, ամեն ճանապարհով մենք զինվորի կողքին կանգնած լինենք, մեր բանակին թիկունք լինենք, մեր հայրենիքին հզոր պաշտպաններ դառնանք։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Բանակի անձնակազմին ցանկանում եմ, որպեսզի առողջ լինեն, մշտապես լեցուն լինեն հավատով, վստահությամբ, իրենց կատարած գործի նկատմամբ եւ միշտ վստահ լինեն, որ հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, մասնավորապես հասարակական խորհուրդը եւ նրա բոլոր յուրաքանչյուր անդամ մշտապես մեր բանակի կողքին են եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել նաեւ անձնական մասնակցությամբ։ Պետք է լինել իրատես եւ ապրել պատրանքներից զուրկ, նույնիսկ ամանորի նախօրեին եւ անգամ տարեմուտի կես գիշերին, երբ ընդունված է պահել ամենանվիրական երազանքները, նախանշել հետագա անելիքները։ Մենք շարունակում ենք ապրել աշխարհի ամենաանհանգիստ ու պայթյունավտանգ տարածաշրջաններից մեկում, շրջապատված անկանխատեսելի եւ ամենահետի մտադրություններ ունեցող հարևաններով։ Մեր արդար պահանջը եւ մեր պատմական հայրենիքում ապրելու բնական ցանկությունները միջազգային հանրության կողմից օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներից ելնելով ընկալվում է ոչ միանշանակ։ Ինչ է պետք անել։ Պատասխանը միանշանակ է՝ ապավինել մեզ եւ միայն մեր հնարավորություններին, շարունակել մեր ընտրած ճանապարհը առանց որևէ երկմտանքի, մեծացնել մեր երկրի ռազմապաշտպանական հնարավորությունները եւ պատրաստ լինել դեպքերի եւ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ մեր զինվորը այս պահին եւ միշտ առաջնագծում սառամանիքից ճակճկած ձեռքերում փայփայում եւ ինչպես կախարդական եղջյուրից մեր խաղաղ օջախներին է փոխանցում լույսը, որը փոխանցելով մեկս մյուսին բազմապատկված պետք է նորից վերադարձնենք հասցեա Տիրոջը, նրան ով այս պահին եւ միշտ իրենով փակում է այն բոլոր վատն ու բացասականը, որը փորձում է թափանցել սահմանից այս կողմ։ Այսպես ենք մենք ապրել նախորդ 25 տարիներին եւ այսպես ենք ապրելու նաեւ նոր 2017 եւ հետագա բոլոր տարիներին։ Չմոռանանք երազանք պահել եւ տրամադրվել հավատով եւ վճռականությամբ այդ երազանքները ամեն գնով իրականություն դարձնելու համար։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Պաշտպանության բանակի սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, պարոնայք սպաներ եւ գեներալներ, հարգելի հայրենակիցներ։ Անցնող 2016 թվականը մեր բանակի համար եղել է իրադարձություններով, փորձություններով եւ ձեռքբերումներով լի տարի։ Այս ամենի կիզակետը թերևս ապրիլյան առճակատումն էր, որն ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների արդյունքում տարածաշրջանը հասցրեց անկանխատեսելի զարգացումներով հղի մեծ պատերազմի շեմին։ Սակայն շնորհիվ Արցախի զինված ուժերի եւ համայն հայության դրսեւորած անընկճելի եւ միասնական ոգու հակառակորդին վերստին պարտադրվեց մեր կամքը։ Պարտադրվեց հանուն հայրենիքի պաշտպանության զինվորագրված մեր հայորդիների աներևակայելի սխրանքների եւ մարտադաշտում հերոսաբար մարտիրոսված նվիրյալների կյանքի գնով։ Հիշենք եւ փառավորենք մեր անմահ հերոսներին։
Ապրիլյան առճակատումը հանդիսանալով բանակային տարվա գլխավոր ռազմական իրադարձությունը, անկասկած կարևոր դերակատարություն ունեցավ մեր երկրի զինված ուժերի մարտական հնարավորությունները գործնականում ճշտելու, եղած ձեռքբերումներն ու թերացումները պարզորոշելու եւ հետագա քայլերն առավել նպատակաուղղված ու արդյունավետ կազմակերպելու համար։ Դրանք իրենց արտահայտությունը գտան անձնակազմի մարտական պատրաստության եւ պատրաստականության բարձրացման, առաջնային գծի ինժեներատեխնիկական կահավորման ու կատարելագործման, զորքերն ու զորատեսակները սպառազինության եւ տեխնիկայի ժամանակակից տեսակներով համալրման, մարտական ու թիկունքային ապահովման ոլորտների նյութատեխնիկական բազայի ամրապնդման եւ ելի մի շարք կարևոր ուղղություններում։ Տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերին։ Որակական նորաստիճանի հասցվեց բանակ հասարակություն կապի ամրապնդման ուղղված գործընթացների համալիրը։ Այս եւ մյուս նպատակային աշխատանքների արդյունքում Արցախի զինված ուժերը դարձել են առավել մարտունակ եւ առաջադրված մարտական խնդիրների կատարմանը պատրաստ։ Իսկ դրա խոսուն ապացույցը հակամարտության գոտում ստեղծված այն իրավիճակն է, որում թելադրողի դերում հանդես է գալիս պաշտպանության բանակը։ Հավաստիացնում եմ, որ եկող 2017 թվականը բանակային տարում մեր զինված ուժերի առջև դրված գերակա խնդիրը լինելու է ունեցած հաջողությունները ամրապնդելու եւ նորանոր ձեռքբերումների հասնելու ճանապարհով ապահովել Արցախի ինքնիշխան հանրապետության անառիկ պաշտպանությունն ու մեր ժողովրդի խաղաղ եւ անվտանգ կենսագործունեությունը։ Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին եւ մեր բոլոր հայրենակիցներին ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող, որ բոլորիդ համար 2017 թվականը լինի նոր ձեռքբերումների եւ անհատնում հաջողությունների տարի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մենք հայոց երթում ենք տվել, վարդանանց խոստում ենք տվել, որ կյանքի պահին ու երկի պահին լինենք պատրաստ մենք ահին, որդիներ ենք մենք քո հողի, որդիներ ենք մենք քո շողի, ու թորներ ենք սուրբ քաջերի, Հայաստան հայրենի, դերեք տղեր ձեր հոգուն լեռներ, հայոց լեռները պահենք, դերեք տղեր ձեր հոգուն լեռներ, հայոց բանակը մենք պատվով պահենք, մեր զենքով, մեր կամքով հավատով, մեր զենքով, մեր կամքով հավատով, արտական երթում ենք տվել, զինվորի խոստում ենք տվել, որ մարդե պահին ու խաղաղորին, լսենք խոսքը մեծերին, որդիներն ենք մեր մայրերին, պաշտպաններն ենք մեր քույրերին, թշնամին մեր դու չի մտի, դու մեր դուն Հայաստան, դերեք տղեր ձեր հոգուն լեռներ, հայոց լեռները պահենք, դերեք տղեր ձեր հոգուն լեռներ, հայոց բանակը մենք պատվով պահենք, մեր զենքով, մեր կամքով հավատով, մեր զենքով, մեր կամքով հավատով, քաջության երթում ենք տվել, Նժդեհյան երթում ենք տվել, որ արյան կանչով Արցախյան ոգով ամբողջացնենք քեզ սիրով, ուրել մենք լինենք քեզ կգանք, միշտ հայոց զավակը մնանք, ու կապրենք քո հաղթության, միշտ քեզ հետ Հայաստան, դերեք տղեր ձեր հոգում լեռներ, հայոց լեռները պահենք, դերեք
մեր կամքով հավատով, մեզ է քո մեր կամքով հավատով